Հարգելի հայրենակիցներ, երեկ Նիկոլան Հողը ազդարարեց, որ Տիգրանաշենը հանձնելու է Ադրբեջանին և այդ բնակավայրը կոչեց Քերքի, իսկ իր հակահայկական և հակապետական քայլը պարզաբանեց նրանով, թե իբր թե դրա վերաբերյալ կան քարտեզներ, ապացույցներ։ Նշեմ, որ Նիկոլի բոլոր թեզերը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ամբողջը կեղծ են և պայմանավորված են Ադրբեջանին ծառայելու, Ադրբեջանին ծառայություններ մատուցելու սկզբունքով։ Իր բոլոր դավադրությունները Հայաստանի Հանրապետության դեմ կատարած ինքը փորձում է գցել սրա նրա վրա և առաջնայինը այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն չունեցող սահմանի վերաբերյալ Նիկոլը շատ լավ գիտակցելով, թե ինչեր է անում, փորձում է կեղծ թեզեր տարածել, թե բա Հայաստանը 91 թվականի դեկտեմբերի 21-ին այն ժամանակվա Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթայում ստորագրելով Ալմաթայի դեկլարացիան ճանաչել է ուշադիր խորհրդային միության ժամանակաշրջանում հանրապետությունների միջև գոյություն ունեցող վարչական սահմանը որպես միջպետական։ Դա բացահայտ սուտ է։ Նախ Լևոն Տեր-Պետրոսյանը Ալմաթայի դեկլարացիան ստորագրել է մի քանի վերապահումով, որոնց մեջ ամենակարևորը այն էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախը չէր ճանաչել որպես Ադրբեջանի մաս, կոնկրետ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզային ժամանակվա, ինչպես նաև չէր ճանաչել Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող վարչական սահմանը որպես միջպետական սահման։ Նիկոլը ստում է, որովհետև ինքը շատ լավ գիտակցում է, որ գործում է հանցագործություններ, օրինակ պատերազմից անմիջապես հետո բազմաթիվ տարածքներ է հանձնել Ադրբեջանին, այսպես կոչված հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով, իսկ կոնկրետ ասենք Գորիս-Կապան ճանապարհը եւս հանձնել է կրկին ինչ-որ սահմանների, ինչ-որ քարտեզների եւ Ալմաթայի դեկլարացիայի վրա կեղծ հղում տալով։ Հիմա նույնն է, հարգելի հայրենակիցներ, նշեմ ձեզ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը տեղի չի ունեցել։ Այո, Ալմաթայի դեկլարացիան ստորագրած հանրապետությունները իրենց սահմանները նախկին խորհրդային հանրապետությունների միջև, որոնք չեն կարող համարվել միջպետական սահմաններ, ճանաչել են Ալմաթայի դեկլարացիայով, բայց ոչ Հայաստանը Ադրբեջանի հետ սահմանը։ Կրկնում եմ, Լևոն Տեր-Պետրոսյանը Ալմաթայի դեկլարացիան ստորագրել է վերապահումներով եւ փաստացի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահման գոյություն չի ունեցել մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ը, որից հետո Նիկոլը նոր պարտվելով եւ պարտության տանելով մեզ սահման է գծում, բայց արդեն ումուզելով Ադրբեջանի։ Խորհրդային միության ժամանակաշրջանում գոյություն ունեցող անկլավները, էքսկլավները կամ ինչ-որ տարածքներ, որոնք վերահսկվել են սրա նրա կողմից, չեն կարող համարվել միջպետական սահման։ Կրկնում եմ կրկին անգրագետների համար։ Այնպես որ Նիկոլը ապօրինաբար է Տիգրանաշենը եւ Տավուշի մարզում գոյություն ունեցող նախկինում խորհրդային հանրապետության վերջին խորհրդային միության վերջին տարիներին գոյություն ունեցող այդ անկլավները տրամադրում Ադրբեջանին։ Իդեպ նշեմ, հարգելի հայրենակիցներ, որ 20-ական թվականների վերջին 30-ական թվականների սկզբին հրապարակված քարտեզներում ոչ մի անկլավ Հայաստանի տարածքում չկա ադրբեջանական։ Ավելին, նույն Արցվաշեն բնակավայրը անկլավ չի եղել է Հայաստանի խորհրդային հանրապետության Կրասնոսելսկի շրջանի անբաժանելի մասը սահման ունենալով նույն Հայաստանի հետ եւ որևէ ձևաչափով անկլավային կարգավիճակ չի ունեցել։ Հիմա անդրադառնամ այն վտանգին, որը սպառնում է Հայաստանի հանրապետությանը Տիգրանաշենից հրաժարվելու պարագայում։ Ուշադիր եղել եք, որ կապիտուլյանտ Նիկոլը անընդհատ հայտարարում է, որ մեր վերահսկողության տակ կան ադրբեջանական այլ տարածքներ, Ադրբեջանի վերահսկողության տակ կան ուրեմն հայկական տարածքներ։ Ինքը փորձում է ակնարկել, որ մենք կարող ենք փոխանակում անել, բայց Տիգրանաշենի պարագայում ադրբեջանցիները փոխանակում չեն ցանկանում անել, որտեղ Տիգրանաշենին տիրանալով ադրբեջանցիները ուղղակիորեն խափանելու են Երևան, Սիսիան, Գորիս, Կապան, Իրանի սահման միջպետական ճանապարհի ամենակարճ հատվածը։ Եվ եթե կապիտուլյանտ ոչնչությունը
այդ գյուղը նվիրեց Ադրբեջանին, ապա ճանապարհը մի քանի տասնյակ կիլոմետր կերկարի եւ կդժվարանա։ Այնպես որ շատ լավ կլիներ, որ ասենք Նիկոլան հողը կարողանար գոնե Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցվաշենը փոխանակեր Տիգրանաշենի հետ, բայց կրկնում եմ, համոզված եմ, Ադրբեջանը դա չի անելու, որովհետև Ադրբեջանը շատ լավ գիտի, որ 44 օրյա պատերազմից հետո եւ հատկապես 22 թվականի եւ 23 թվականի Հայաստանի խայտառակ պարտություններից հետո հայերը երբեք Արցվաշեն չեն վերադառնալու։ Ավելին, իրենք այնպիսի պայմաններ են ստեղծելու ստորացուցիչ հայերի համար, որ հայերը չկարողանան նույնիսկ անցնել իրենց ուրեմն տարածքով դեպի Արցվաշեն եւ իրենք համոզված են, որ իրենք կապիտուլյանտ Նիկոլից կստանան Տավուշի մարզի ուրեմն խորհրդային միության ժամանակաշրջանի վերջին ժամանակաշրջանի կրկնում եմ անկլավ տարածքները եւ Տիգրանաշենը համոզված են նաեւ որ եթե նույնիսկ հայտարարեն որ տալիս են Արցվաշենը հայերին, Արցվաշենը երբեք հայերով չի բնակեցվելու։ Կրկնում եմ եւս մեկ անգամ եւ վերջին անգամ, հարգելի հայրենակիցներ, Նիկոլը ստում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղել է սահման։ Հայաստանի Հանրապետությունը 91 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմատայի դեկլարացիայով խորհրդային միության ժամանակաշրջանի վարչական սահմանները միջպետական չի ճանաչել Ադրբեջանի հետ։ Այո, այն երկրները, որոնք ստորագրել են, ասենք թե Բելարուսը եւ Ռուսաստանը, ասենք Ուկրաինան եւ Ռուսաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան, Ղազախստանը եւ Ուզբեկստանը, Ղազախստանը եւ Ռուսաստանը եւ այդպես շարունակաբար, այո, ճանաչել են այդ վարչական սահմանները որպես միջպետական, բայց ոչ մենք Ադրբեջանի հետ, որովհետեւ մենք վերապահում ենք ունեցել այդ հարցի վերաբերյալ։ Իսկ այն սահմանը, որը գծում է Նիկոլը հիմա Ադրբեջանի հետ, դա ապօրինի է եւ չի համապատասխանում այն գործընթացներին, որոնք տեղի են ունեցել ուրեմն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Հիմա Ադրբեջանը ինչ ցանկանում մեզանից ստանում է եւ Նիկոլն էլ, քանի որ պարտավորություններ է վերցրել վերընտրվելու պարագայում ծառայել Ալիևին, այդ իր ծառայությունները հիմա արագ մատուցում է։ Նիկոլ անհողը դավաճան է եւ Նիկոլ անհողը Հայաստանի տարածքներն է նվիրում ուրեմն Ադրբեջանին, քանի որ վարչական սահմանը երբեք չի կարող լինել միջպետական սահման։ Իդեպ հիշեցնեմ, որ նույն կապիտուլյանտ Նիկոլը բազմիցս փորձում էր Հայաստանի Հանրապետության հողային բաժանումները, ներքին հողային բաժանումները, կոնկրետ Սյունիքի մարզի հողատարածքների պատկանելիության հարցի միջոցով նաև ապարզաբանել, թե նախկիններն են Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, որը եւս սուտ էր, որովհետեւ ներքին իրավական ակտերով չի կարելի ճանաչել միջպետական սահմանը։ Չի բացառվում, որ հիմա կապիտուլյանտ Նիկոլը կրկին հաշվի առնելով մեր հասարակության զգալի մասի անգրագիտության եւ տգիտության մակարդակը, կրկին այդ նույն կեղծ թեզը ուրեմն հրապարակնետի եւ կրկին օգտագործի, որ այ եթե ես տալիս եմ Տիգրանաշենը Ադրբեջանին, դրանում ամեն ինչում մեղավոր է ուրեմն մեղավոր են նախկինները։ Նույնն էլ Տավուշի մարզի պարագայում։ Իդեպ նաեւ նշեմ, որ ադրբեջանական կողմը բարձրաձայնում է, որ Տավուշի մարզի անկլավները ստանալուց հետո այնտեղ տեղակայելու է նաև ռազմական տեխնիկա, շնորհավորում են վանաձորցիներին, որովհետև Վանաձորը անմիջական ուղիղ հասանելիության տակ կլինի ադրբեջանական հրանոթների համար։ Իսկ մենք շարունակում ենք Շագրենի կաշվի նման փոքրանալ, որտեղ Հայաստանը ղեկավարում է թուրքի կոշիկ լիզող Նիկոլ անհողը։